Շնորհակալություն, հարգելի գործընկերներ, պարոն Կարապետյանի ապօրինի շարունակական տնային կալանքով պայմանավորված մեր բոլոր գործընկերներին հրավիրել չէինք կարող, ուստի որոշել ենք, որ խմբերով պարոն Կարապետյանը կպատասխանի ԶԼՄ-ների հարցերին եւ այսօր հայաստանյան հեռուստաընկերությունների հարցերին է պատասխանելու, իդեպ նշեմ, որ մենք ունենք դատարկ աթոռ, մենք պատշաճ կերպով ծանուցել եւ հրավիրել էինք նաեւ Հայաստանի հանրային հեռուստաընկերությանը, բայց ինչպես տեսնում եք, աթոռը դատարկ է, չնայած նրան, որ հանրայինի եթերից բազմիցս հնչել է, որ առաջին իսկ հնարավորության դեպքում պատրաստ են հարցազրույց կազմակերպել պարոն Կարապետյանի հետ, շնորհակալ եմ, որ այստեղ եք, եթե պարոն Կարապետյանը նախաբան ունի, խնդրեմ, ապա անցնենք հարց ու պատասխանին։ Ես էլ եմ շնորհակալ, որ արձագանքեցիք եկաք, ինձ թվում է մենք լավ հարցազրույց կունենանք, հետաքրքիր հարցազրույց կունենանք, որտեղ տեսնում եմ բոլորդ մարտական եք տրամադրված, գնացինք առաջ։ Քանի որ խոսքի առաջին իրավունքը ինձ է տրված, պարոն Կարապետյան, շնորհակալություն հարցազրույցի այս հնարավորության համար եւ առաջին հարցս կցանկանայի ուղղել ձեզ ձեր վերջին հարցազրույցներից մեկում ձեր հայտարարության հետ կապված այն հարցին, որ սովորաբար խոշոր կապիտալ ունեցող գործարարները մարդիկ նաև զբաղվում են քաղաքականությամբ, արդյոք դուք չեք մտածել քաղաքականությամբ զբաղվելու մասին, դուք արձագանքեցիք, որ ամեն օր եք մտածել եւ ամեն օր համոզվել եք, որ ամեն մարդ պետք է զբաղվի իր գործով եւ նշեցիք, որ դուք հաջողակ գործարար եք եւ բիզնեսը նաեւ ստեղծագործություն է եւ այդ պատճառով դուք ցանկանում եք ձեր բիզնես գործունեությամբ շարունակել ձեր աշխատանքը։ Մեկ տարի հետո ունենք այլ պատկեր, Սամվել Կարապետյանը հայտարարում է, որ մտնում է քաղաքականության մեջ։ Ինչը ձեզ ստիպեց գնալ այդ քայլին, բիզնեսից տեղափոխվել քաղաքականություն։ Ես հիշում եմ այդ հարցազրույցը միասին ենք ունեցել, լավ հիշում եմ ես ինչ եմ ասել, բայց դրանից հետո մեկ տարի հետո Հայաստանում սկսվեց ապօրինությունների շարք։ Ներկա իշխանությունները հարձակվեցին հայ առաքելական Սուրբ եկեղեցու վրա։ Սկսվեց հարձակումը հայոց ինքնության վրա։ Դրա համար ես պետք է ունենայի անմիջական մասնակցություն այդ process-ներին։ Ավելի լավ է մեկ անգամ դուք ու ձեռքով ճիշտ ու լավ անես, քան ամեն անգամ հույսը դնես ուրիշ քաղաքական ուժերի վրա։ Պարոն Կարապետյան, վստահաբար լսել եք, որ իշխանությունը միշտ շեշտում է, որ եթե հանկարծ հունիսի 7-ից հետո կամ հունիսի 7-ի ընտրությունների արդյունքներով ինքը չլինի իշխանության, Նիկոլ Փաշինյանն ասում է, եթե ես չընտրվեմ, այլ ընտրվեն եւ 3 ուժերի է հիմնականում մատնանշում, որից մեկը ուժեղ Հայաստանն է, ասում է այդ պարագայում պետք կլինի պատերազմ եւ անգամ նշում է ամիս սեպտեմբերին պատերազմ կլինի իր պարտության պարագայում։ Մյուս կողմից նաև ընդդիմադիր ուժերը հարևաններին հաջող քաղաքականություն վարելու մեջ են մեղադրում Փաշինյանին եւ ըստ այդմ, եթե զուգահեռներ ենք տանում, ինչ է ստացվում այդ հայտարարության արդյունքում, ո՞րն է ձեր պատասխանը դրան։ Ես վստահեցնում եմ, սեպտեմբերին պատերազմ չի լինի, որովհետև սեպտեմբերին Փաշինյանը չի լինի։ Հայաստանին սպառնում է երկու մարդ՝ Ալիևը եւ Փաշինյանը։ Պարոն Կարապետյան, 2018-ին ժողովրդական ալիքի վրա իշխանության եկած մարդիկ վերջին 8 տարում ապացուցել են, որ իրենց իշխանությունը պետք էր առաջին հերթին սեփական կյանքը բարելավելու համար, օրինակները շատ են սկսած միլիոնավոր դրամների պարգևավճարներից մինչև առանձնատներ, որոնք կառուցում են կամ ձեռք են բերում այսօրվա պաշտոնյաները։ Դուք ինչպես եք պատրաստվում համոզել մեր ժողովրդին, որ ձեզ իշխանությունը պետք է ոչ թե սեփական թիմը հարստացնելու համար,
այլ Հայաստանը ուժեղացնելու, հարստացնելու համար։ Դրա համար գալիս են արդեն հարստացած մարդիկ, ովքեր հարստանալու կարիք չունեն։ Մենք հարստացնելու ենք հայ ժողովրդին, ի տարբերություն ներկա իշխանություններին, ովքեր բյուջեն լցնում են սեփական գրպանները։ Երկիր մեդիա, պարոն Կարապետյան, հունիսի 7-ի ընտրություններում պարտվելուց հետո էլ Փաշինյանը գործող սահմանադրությամբ շարունակելու է պաշտոնավարել 1 ամիս։ Արդյոք վտանգ չեք տեսնում, որ մինչև նորընտիր խորհրդարանի առաջին նիստը Փաշինյանը տիմերի օրինակով կփորձի ազդել ձեր թիմի պատգամավորների վրա, նրանց դեմ քրեական գործեր հարուցելով կամ այլ մեխանիզմներ կիրառելով։ Դուք թերագնահատում եք մեր ժողովրդին։ Մենք ունենք ուժեղ ընտրող, ունենք ուժեղ ժողովուրդ, դրա համար մենք ունենալու ենք ուժեղ Հայաստան։ Երկուս լրաբեր, պարոն Կարապետյան, հստակ տնտեսական քայլեր նշված է ուժեղ Հայաստանի ծրագրում, հետաքրքիր է որ ոլորտների մասին է խոսքը եւ արդյոք այդ ուժեղ տնտեսական քայլերը հասնելու են մարզեր, որոնք շատ անտեսված են բավականին երկար տարիներ, եւ հետաքրքիր է հնարավոր է նշել հենց առաջին եւ այն կարեւոր քայլը, որ անմիջապես կազդի մարդկանց կենսամակարդակի բարձրացման վրա, մարդիկ սպասում են։ Մենք առաջերտին սկսելու ենք մարզերից։ Չի լինելու առաջին եւ հիմնական քայլ։ Լինելու են միանգամից քայլերի շարք, ամեն օր, ամեն ժամ, որպեսզի կարողանանք ապահովել մեր ժողովրդի բարեկեցությունը։ Եվ վստահ եղեք, մենք դա անելու ենք։ Պարոն Կարապետյան, ձեր գլխավորած ուժի նկատմամբ քրեական հետապնդումները շատերին հիմք են տալիս կասկածելու, որ իշխանությունը թույլ կտա ուժեղ Հայաստանին հասնել ընտրապայքարի վերջնագծին։ Նման սցենարի դուք պատրաստ եք։ Ինչպիսի սցենարի։ Որ այնպես ստացվի, որ ուժեղ Հայաստանը չմասնակցի ընտրություններին։ Վստահ եղեք, շատ շուտով մենք ունենալու ենք ուժեղ Հայաստան։ Բոլոր ապօրինությունները մնալու են հետևում։ Այս իշխանությունները ոչ թե վաղն է պատրաստվում ինչ-որ ապօրինություններ անի, մենք դա մեր վրա զգում ենք ամեն օր, ամեն ժամ։ Դրա համար մենք արդեն իմունիտետ ունենք եւ գնում ենք բացարձակ հաղթանակի։ Պարոն Կարապետյան, եթե հունիսի 7-ի ընտրությունների արդյունքներով դուք Գագիկ Ծառուկյանը եւ Ռոբերտ Քոչարյանը հաղթահար եք անցողիկ շեմերը եւ ստացվի նաեւ այնպես, որ կոալիցիայի միջոցով հնարավոր լինի հասնել իշխանության։ Դուք այդ դեպքում դիտարկում եք բացառապես ձեր թեկնածությունը, թե հնարավոր է աջակցեք նաեւ Բարգավաճ Հայաստան կուսակցության թեկնածուին կամ Ռոբերտ Քոչարյանի թեկնածությունը։ Նորից կրկնում եմ, մենք գնում ենք բացարձակ հաղթանակի։ Մի քանի օր առաջ Գագիկ Ծառուկյանը եւ Ռոբերտ Քոչարյանը հայտարարեցին, որ իրենք աջակցելու են առաջի հաղթող ուժին։ Քանի որ մենք վստահ ենք մեր հաղթանակի մեջ, դա նշանակում է, որ իրենց հայտարարությունը մեր մասին էր։ Պարոն Կարապետյան, կարծում եմ նորություն ասած չեմ լինի, որ դուք եւ Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը բավական շատ ընդհանրություններ ունեք։ Երկուսդ էլ բիզնես գործունեություն եք ծավալել Ռուսաստանում, մեծ ներդրումներ եք արել եւ Հայաստանում եւ Արցախում, բայց այսօր Ռուբեն Վարդանյանը օրինակ գտնվում է Բաքվի բանտում։ Դուք հաշվի առնելով ձեր կապերը, ծանոթությունները եւ հնարավորությունները մինչև այսօր որևէ բան արել եք, օրինակ Ռուբեն Վարդանյանի պահման պայմանների կամ նրա վերադարձի հարցի շուրջ եւ առաջիկայում ինչ եք պատրաստվում անել։ Հաշվի առնելով հարևան երկրի ներքին վիճակը, եթե դու չունես պետական լծակներ,
չես կարող ոչ մի ազդեցություն ունենալ այդ երկրի ապօրինությունների վրա։ Ռուբեն Վարդանյանի հետ իրոք մենք ունենք լուրջ ընդհանրություն, երկու հարազատ ընկերներով մեզ կալանավորեցին, բայց մի անհանգստացեք, շատ շուտով արդարությունը Հայաստանում հաղթելու է, արդարադատությունը հաղթելու է եւ ձևավորելով կառավարություն մենք ամեն ինչ անելու ենք, որ մեր հայրենասեր հայրենակիցները բոլորը վերադառնան Հայաստան, որովհետեւ ես վստահ եմ, որ դա կարող է անել միայն մեր ուժը օգտագործելով մեր միջազգային լուրջ հնարավորությունները։ Պարոն Կարապետյան, իշխանությունը ձեզ քննադատելիս նշում է եւ դա գաղտնիք էլ չէ, որ դուք ձեր կապիտալի մեծ մասը կուտակել եք Ռուսաստանի Դաշնությունում։ Իհարկե ձեր թիմակիցները թվարկում են նաեւ այլ երկրների անուններ, բայց զգալի մասը կուտակվել է Ռուսաստանում ձեր կապիտալի եւ իշխանությունները ձեզ քննադատելիս ասում են, որ ձեր հաղթանակի պարագայում կամ ձեր ծրագրերի իրագործման պարագայում ստացվելու է այնպես, որ Ռուսաստանը եւ դրանով ձեզ ճնշելու է եւ Հայաստանի ենթակառուցվածքները դուք տրամադրելու եք Ռուսաստանի ղեկավարմանը կամ կառավարմանը կամ տալու եք Ռուսաստանին։ Ո՞րն է ձեր բացատրությունն այս հարցում։ Ես այն մարդն եմ, ով Հայաստան է վերադարձրել հիմնական ստրատեգիական ակտիվները Ռուսաստանից։ Փաշինյանի այդքան սիրված Հայաստանի էլեկտրական ցանցերը ես վերադարձել եմ Հայաստանին։ Հրազդանի ջեկը ես վերադարձել եմ Հայաստանին։ Սևան Հրազդան կասկադը ես վերադարձել եմ Հայաստանին։ Հիմա էլ ես եմ վերադառնում Հայաստան։ Այսինքն մտավախություն չկա, որ ձեր կապիտալի համար օրինակ Ռուսաստանը ձեր նկատմամբ ճնշումներ կկիրառի։ Մտահոգ չեք։ Բացարձակ մտահոգ չեմ, իսկ եթե կիրառեն, այդ դեպքում նույնպես բացարձակ մտահոգ չեմ։ Պարոն Կարապետյան, ոչ միայն այսօր, այլ ընդհանրապես շատ խոսում եք նրա մասին, որ միանշանակ հաղթելու եք այս ընտրություններում։ Հետաքրքիր է որտեղից է այդ վստահությունը, սոցիոլոգիան է թե այլ տեղից, որովհետև տնային կալանքում եք եւ ժողովրդի հետ ուղիղ շփվելու հնարավորություն էլ չունեք։ Եվ հաշվի առնելով նաև 2021-ի ընտրություններում, երբ կար եւս մի տեխնացու, ով հայտարարում էր, որ անպայման հաղթելու է Փաշինյանին, բայց դա չստացվեց։ Ձեզ մոտ ինչպես է դա ստացվելու եւ որտեղից է այդ վստահությունը։ Մեզ վստահություններ շնչում է մեր ժողովուրդը, մեզ վստահություններ շնչում են բոլոր հարցումները, մեզ վստահություններ շնչում է Փաշինյանի բացարձակ ցածր ռեյտինգը, իսկ ինչ վերաբերվում է տնային կալանքի պայմաններում, այնպես է ստացվել, որ կալանքում նույնպես հեշտությամբ կարելի հաղթել Փաշինյանին։ Պարոն Կարապետյան, 2021 թվականի համապետական ընտրություններին եւ 2025 թվականի Գյումրու քաղաքապետի ընտրությունների ժամանակ ինչ որ X պահի հանկարծ անջատվեց էլեկտրականությունը։ Դուք որպես հեծի փաստացի սեփականատեր մտավախություն չունեք, որ նույնը, բայց ավելի մեծ մասշտաբով կարող է կրկնվել այս համապետական ընտրություններին եւ իշխանությունը մեղքը բարդի ձեզ վրա։ Արդեն 1 տարի է հեծը շատ վատ կառավարվում է ներկա իշխանության եւ իրենց վատ կառավարիչների կողմից։ Դրա համար ամբողջ պատասխանատվությունը կրում են թե այս իշխանությունը, թե ներկա կառավարիչները։ Հույսով եմ այդպիսի ապօրինություններ
նրանք չեն անի, որի համար հետագայում լուրջ պատասխանատվության են ենթարկվելու։ Պարոն Կարապետյան, յուրաքանչյուրիս ողջ հասարակությանը հետաքրքրող ամենակարևոր հարցը։ Ասացիք, որ սեպտեմբերին պատերազմ չի լինելու։ Հետևաբար անվտանգության ոլորտից խոսենք։ Այստեղ առաջնահերթությունները ինչպես է պատկերացնում ուժեղ Հայաստանը։ Սահմանների ամրապնդում, ներքին կայունություն, միջազգային համագործակցության ընդլայնում կամ այս ամբողջի համադրությունը։ Այս մասին խնդրում եմ։ Մենք նայում ենք ամբողջի համադրությունը։ Մենք հասկանում ենք, որ չունենալով ուժեղ տնտեսություն, անհնար է շարունակել մնացածի մասին խոսելը։ Դրա համար մենք վստահ ենք, որ ուժեղացնելով մեր տնտեսությունը, մենք ունենալու ենք արժանապատիվ, երկարատև, կայուն խաղաղություն։ Պարոն Կարապետյան, արդեն խոսեցիք Ռոբերտ Քոչարյանի եւ Գագիկ Ծառուկյանի հետ համագործակցության մասին գործընկերոջս հարցին պատասխանեցիք, բայց այդուհանդերձ կցանկանայի, որ ավելի մի փոքր բացեք փակագծերն, օրինակ, թե որն է ուժեղ Հայաստան կուսակցության դիրքորոշումը Ռոբերտ Քոչարյանի գլխավորած ուժի Հայաստան Դաշինքի հետ համագործակցության վերաբերյալ։ Ես արդեն ասեցի, իրենք ունեն հայտարարություն։ Մենք գնում ենք բացարձակ հաղթանակի։ Այսօրվա դրությամբ ունենք երկու կոնկրետ պոզիցիա։ Այդ սահմաններում մենք աշխատում ենք։ Գնում ենք բացարձակ հաղթանակի, հիշելով Ռոբերտ Քոչարյանի եւ Գագիկ Ծառուկյանի հայտարարությունները։ Պարոն Կարապետյան, ապրիլի 1-ին, երբ Ռուսաստանում տեղի ունեցավ Վլադիմիր Պուտինի եւ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը, ակնհայտորեն Վլադիմիր Պուտինը իր աջակցությունը հայտնեց ձեզ, թեև որևէ անուն չնշվեց, բայց վերլուծաբանների գնահատմամբ խոսքը հենց ձեր մասին էր։ Դուք ինչպես եք վերաբերվում Վլադիմիր Պուտինի այդ աջակցությանը։ Նայեք, Հայաստանի քաղաքական դաշտի ապօրինությունների մասին այսօր գիտեն ամբողջ աշխարհում։ Մեր մասին ասում են ու գրում են Վաշինգտոնում։ Մեր մասին ասում են ու գրում են Լոնդոնում։ Մեր մասին ասում են ու գրում են Փարիզում։ Ռուսաստանում ամենաբարձր մակարդակով դրա մասին ասվեց, բայց դա չի նշանակում, որ մենք դիրքորոշում պետք է ունենանք դրա մասին։ Քանի որ Փաշինյանը այսօր ամեն ինչ անում է, որ Հայաստանը դարձնի գերտերությունների բախման կենտրոն, հետագա լուրջ ծրագրերով, ստեղծելով քաոս, Հայաստան բերելով 300,000 ադրբեջանցիների, իսկ մենք հասկանում ենք, որ 300,000 ադրբեջանցի բերելով մենք ստիպված ենք լինելու հայկական բանակում ունենանք ամենակիչը 10,000 ադրբեջանցի ծառայողներ։ Իսկ մենք շատ լավ ենք հիշում Սաֆարովի Հունգարիայում կատարածը։ Այսինքն մենք պետք է համբերատար նայենք այդ բոլոր քայլերին։ Դրա համար մեզ պետք է նոր ուժեղ առաջնորդություն, որպեսզի մենք կարողանանք հավասարակշռել մեր բոլոր միջազգային գործընկերներին եւ վստահ եղեք, շատ շուտով մենք դա ունենալու ենք։ Պարոն Կարապետյան, կցանկանայի տնտեսական ձեր ծրագրերից խոսենք։ Վերջին շրջանում, ինչ ուժեղ Հայաստանը սկսել է եւ քաղաքական հայտ է ներկայացրել, կարծում եմ նկատած կլինեք, որ իշխանության խոսույթում շատ հաճախ հայտնվում եք դուք եւ ձեր թիմակիցները, ձեր ծրագրերը։ Օրինակ իմ հետ տարբեր հարցազրույցներում իշխանության ներկայացուցիչներն ասում են, որ ձեր ծրագրերը, ձեր թիմակիցները նաեւ
քննադատության չեն դիմանում։ Վերջերս իշխանության ներկայացուցիչներից падգամավոր նշեց, որ օրինակ 0% հարկ փոքր բիզնեսին սա ոչ միայն հնարավոր չէ իրականացնել, այլ նաև դա որակում են որպես մանիպուլատիվ եւ ժողովրդին, այսպես ասած, խաբելու ձև։ Դուք որպես բիզնեսում հաջողակ կայացած մարդ կցանկանայի հենց ձեզնից լսել, թե այս ծրագիրը փոքր բիզնեսին աջակցելու եւ նրանից ոչ մի տոկոս հարկ չգանձելու տարբերակը ինչպես է աշխատելու։ Ոչ միայն փոքր բիզնեսին ենք մենք աջակցելու, մենք աջակցելու ենք նաև միջին բիզնեսին, խոշոր բիզնեսին, իսկ ինչ վերաբերվում է 0% հարկը, մեր տնտեսական ծրագրերի ամենահեշտ պունկտն է դա ու ամենաարագ իրագործվող պունկտը։ Մեր հակառակորդների ֆանտազիան նույնիսկ չի երիկում, որ կարելի է ոչ թե բիզնեսին աջակցել, այլ գոնե մեկ մարդու աջակցել։ Դրա համար իրենք փորձում են իրենց խոսույթներով ամեն ինչ վարկաբեկել, որովհետև իրենց գլխի մեջ չկա ոչ մի ընդունակություն հասկանալու նույնիսկ ամենահասարակ ծրագրերը։ Պարոն Կարապետյան, Արցախի հետ կապված հայտնի է ձեր գործունեությունը Արցախում, ներդրումները, կարծեմ նաև դրա համար հետախուզման մեջ եք Ադրբեջանի կողմից։ Ինչ ծրագրեր ունեք նախընտրական շրջանում եւ հունիսի 7-ից հետո արցախցիների համար, ինչ ռազմավարություն եք մշակել արցախցիների, նրանց իրավունքների համար, որն է ձեր պլանները իրենց հետ կապված։ Դա երևի մեր ազգի ամենաբարդ հարցն է։ Մենք թույլ անկարող իշխանության շնորհիվ այսօր ունենք փաստ կորցրած մեր երկրորդ հայրենիքը։ Առաջ երթին մենք պետք է ապահովենք արցախահայության արժանապատիվ կյանքը Հայաստանում եւ ձևավորելով կառավարություն անելու ենք ամեն ինչ արցախահայության անվտանգ վերադարձը Արցախ։ Պարոն Կարապետյան, վերադառնալով տնտեսական ձեր ծրագրին 300,000 աշխատատեղ եք խոստանում ստեղծել իշխանության գալուց հետո 5 տարվա ընթացքում, բայց գիտենք նաև, որ հատկապես իշխանական թևից կան մաթեմատիկական հաշվարկներ այն մասին, որ դա գրեթե անհնար է եւ դրա համար շատ մեծ ներդրումներ են պետք, եթե հաշվի առնենք, որ եթե գործնականում դա հնարավոր է։ Կասեք, ինչպես եք դա անելու, մի փոքր այսպես մանրամասն բացատրելով նաև մեր հանրությանը եւ եթե կարելի է վիճակագրական տվյալ ներկայացնեք, թե վերջին 30 տարում Հայաստանում որքան աշխատատեղ եք ստեղծել։ Իշխանության մաթեմատիկան միջև 5-րդ դասարանի մակարդակի է։ 300,000 աշխատատեղ կարելի է ստեղծել Հայաստանում 5 տարում ոչ շատ մեծ դժվարությամբ։ Դրա համար պետք է լինի առաջերտին նվիրվածություն։ Մենք հիմնվում ենք նաև մեր անձնական հնարավորությունների վրա, մեր գործընկերների վրա, մեր սփյուռքի հայրենակիցների վրա, վերադարձնելով վստահությունը Հայաստանի նկատմամբ, մենք լուրջ խթանելու ենք ներդրումային հոսքերը Հայաստան։ Պետությունը կանգնելու է բիզնեսի կողքին։ Դուք գիտեք, որ հիմա բիզնեսը պետության թշնամին է։ Բոլորի վրա հարյուրավոր քրեական գործեր,
Բոլորի ընտանիքները այսօր քրեական հետապնդումների տակ են։ Դուք պատկերացրեք, եթե առավոտը բիզնեսմենը գնում է գործի եւ գիտի, որ տվյալ պահին իր ծեր ծնողները ժամերով սպասում են քննիչի քմահաճույքին, կընտունի նրանց, քանի ժամ պահի իր կողքը։ Եթե բիզնեսմենի երեխաները թեկուզ եւ չափած առավոտից երեկո գտնվում են տարբեր հաստատություններում, որտեղ չեմ ուզում օգտագործեմ բառը տերոր, բայց ենթարկվում են ցանկացած տիպի բռնությունների, որ բիզնեսմենը ցանկություն կունենա ներդրում անել այս երկրում։ Գլխավորը մենք պետք է վերադարձնենք վստահությունը, գլխավորը մենք պետք է վերադարձնենք սփյուռքի վստահությունը իրենց հայրենիքի նկատմամբ։ Մենք Հայաստանը դարձնելու ենք 10 միլիոն հայի հայրենիք, իսկ Փաշինյանը ուզում է դարձնել 3 միլիոն հայի եւ 300,000 ադրբեջանցու հայրենիք։ Այդ քայլերով դուք վստահ եղեք, բացարձակ դժվարություն չկա, շատ արագ դուք տեսնեք, նույնիսկ առաջի արդեն ամիսներից դուք տեսնեք այդ զարգացումները։ Ինչ վերաբերվում է մեր ընկերության ներդրումային ծրագրերին, համենայն դեպս կարող եմ վստահ ասել, որ Փաշինյանի կառավարման տարիներին, եթե վերցնենք բոլոր խոշոր ներդրումները, բոլոր, համարժեք կլինեն կամ ավելի պակաս կլինեն, քան մեր ընկերության ներդրումները Հայաստան։ Մենք նույն տեմպը շարունակելու ենք։ Պարոն Կարապետյան, հիմա եթե եկաք իշխանության, Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիր ստորագրելու եք եւ Թուրքիայի հետ դիվանագիտական հարաբերություններ հաստատելու եք, փորձելու եք գնալ նման քայլերի, թե ոչ։ Մենք թույլ չենք տալու այն սխալները, որը կատարեց ներկա թույլ իշխանությունը իր մեծամտությամբ, իր անկարողությամբ հասցրեց նրան, որ մենք կորցրեցինք մեր երկրորդ հայրենիքը։ Մենք վարելու ենք արժանապատիվ ճիշտ բանակցություններ։ Բերելու ենք գերտերությունների երաշխավորությունը, որովհետև ես վստահ եմ, Հայաստանի նման պետությունը չունենալով լուրջ երաշխավորություն, դառնալու ենք, ինչպես ասեցի, գործիք Ալիևի ձեռքերում։ Դրա համար այդ ուղղությամբ մենք վարելու ենք ճիշտ քաղաքականություն, լավ հարաբերություններ ենք ստեղծելու գերտերությունների հետ, տարածաշրջանային բոլոր երկրների հետ եւ ունենալու ենք արժանապատիվ երկարատև խաղաղություն։ Շնորհակալություն, գործընկերներ, եթե խնդրեմ։ Շատ լավ։ Պարոն Կարապետյան, հիմա մի գոյական եմ ասելու, խոստում։ Այս բառը այլևս մեր ժողովուրդը չի ընկալում հասկանալի պատճառներով, ուստի պարզ է, որ վստահության վերականգնման եւ այդ վստահությունը ամրապնդելու խնդիր ունենք։ Այստեղ ինչ եք պատկերացնում, ուժեղ Հայաստանը ինչ է անելու։ Դրա համար հենց առաջի օրից մենք խուսափել ենք խոստում բառից։ Մենք ասում ենք, մենք երաշխավորում ենք, որովհետև ես գտնում եմ քաղաքական դաշտում միայն մեր ուժը կարող է այդպիսի հայտարարություններ անել, հաշվի առնելով մեր հնարավորությունները։ Պարոն Կարապետյան, շաբաթներ առաջ դատարանի դահլիճում ճեպազրույցի ժամանակ
հայտարարեցիք ձեր խոսքը ուղիղ մեջ բերեմ, Փաշինյանը բուժման կարիք ունի։ Փաշինյանը օրեր անց արձագանքեց, ասաց, որ ինքը վերջին 10 օրը հարբուխ է եւ շնորհակալություն հայտնեց իր առողջական վիճակով հետաքրքրվելու համար։ Հարբուխը նկատի ունեիք, երբ ասում էիք, թե Փաշինյանը բուժման կարիք ունի։ Հարբուխը դա գրիպն է։ Նայեք, արդեն 1 տարի է ես հետևելով Փաշինյանի անհասկանալի քայլերին եկա հետևության, որ ինքը հիվանդ է, բայց ես իրոք մտածում էի, որ կոնկրետ հիվանդության մասին, ես պատկերացում չունեի, որ ինքը շատ հիվանդություններ ունի։ Իրականում հարցերը շատ են, հատկապես Տվեք, որ առաջին հանգիստ տվեք։ առիթն է, պարոն Կարապետյան, ես ձեր թիմակիցներին հնարավորություն ունեցել եմ այս հարցը տալու, բայց այնուամենայնիվ մնում է մի բաց, եթե անգամ հունիսի 7-ին ուժեղ Հայաստանը բացարձակ մեծամասնություն է կազմում, վարչապետի թեկնածության հարցը լուծվելու է առաջիկա ամիսների ընթացքում եւ սահմանադրությունը պարտադրում է նախագահին, որպեսզի արագ այդ հարցերը կարգավորի։ Եվ քանի որ դուք այդ ցուցակումները արված չեք, ինչ որ մեկը պետք է լինի վարչապետ, մինչև սահմանադրության 148-րդ հոդվածը կփոխվի։ Այդ մեկը փաստացի Նարեկն է Կարապետյան։ Անցումային փուլում ինչ որ մեկը պետք է լինի, Նարեկ Կարապետյանը այդ հարցին արդեն պատասխանել է։ Իմ պատասխանը նույնն է։ Շատ լավ, շնորհակալություն։ Հարգելի գործընկերներ, շնորհակալ ենք, ինչպես նշեցի, հաջորդիվ պարոն Կարապետյանը կպատասխանի մեր մյուս գործընկերների հարցերին եւ հաջորդ հարցազրույցը չի ուշանա, շնորհակալ։ Մարիանա, բայց ես պատրաստ եմ, եթե էլի հարցեր կա։ Պարոն Կարապետյան, բայց մեկ հարց տամ ձեր թույլտվությամբ, կարող եք ընդգրկել, կարող եք չընդգրկել, բայց այնուամենայնիվ, եթե ձեր նկատմամբ քրեական հետապնդումը չլիներ, քաղաքական հայտ ներկայացնելու էիք։ Դուք կարող է իմ ասածները լիրիկայի ժանրից ընդունեք, բայց իհարկե, եթե չլիներ իմ նկատմամբ քրեական հետապնդում, եթե չլիներ Փաշինյանի վերջի տարվա անկանոն շարժումները, հարձակումները թե մարդկանց, թե մեր ինքնությունների վրա, ես նույնիսկ ամենավատ երազում չէի պատկերացնում ինձ քաղաքական դաշտում։ Բայց եթե հարցը մեր Հայաստանի կորցնելն է, բոլոր ցանկությունները, բոլոր լավ կյանքի ամբիցիաները երկրորդ պլան են գնում։ Շնորհակալություն։ Ես էլ եմ շնորհակալ, շատ հաճելի էր